29-20։ Ես նախապանքավանոց չեմ հասցնելու իմ հարցը տամ։ Պարոն Փաշինյան, նկատելի է, երբ լրագրողներից մեկը կամ մյուս գործընկերները հարց են տալիս, դուք պարբերաբար փորձում եք իրենց կապել ինչ-որ ուժերի հետ, կարծես լրագրողները չեն կարող հարցադրումներ անել, մտահոգիչ հարցեր տալ, իրենց մտահոգող, վերջո բոլորս Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք եւ ցանկացած հարց նաեւ բխում է մեր սրտից։ Տեսեք, նախորդ անգամ, երբ ես ձեզ հարցրի 300,000 ադրբեջանցիների վերադարձի հետ կապված, դուք բավականին զայրացաք եւ ինձ էլ որպես կարգեցիք, որպես Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչ, բայց այդ հարցը հենց այնպես չէր առաջացել։ Ես հիշում եմ, երբ դուք հայտարարեցիք, որ ազգային ժողովի ամբիոնից հայտարարեցիք, որ Շուշին 90 եւ ավելի տոկոսով ադրբեջանցիներով վերաբնակեցված Շուշի քաղաքը իր այդ կարգավիճակով հայկական է, նման հարցադրում էի կարել, ես ձեզ հետագայում հարցրեցի եռաբլուրում Շուշին հայկական է թե ադրբեջանական, դուք կրկին զայրացաք, որ հայտարարեցիք, որ դուք նման բան չեք ասել, բայց կարճ ժամանակ անց դուք Արցախը ամբողջությամբ ճանաչեցիք Ադրբեջանի տարածքային ամբողջականություն։ Ավելին 21 թվականի ընտրություններից առաջ ձեր նախընտրական ծրագրի մեջ էր մտնում Շուշի եւ Հադրութի դեօկուպացիան, նաեւ խոստումներ եք տալիս արցախցիներին կարգավիճակի հետ կապված, սակայն այսօր ունենք այն փաստը, որ առհասարակ ասում եք, որ թող իրենք իրենց գտնեն այստեղ Հայաստանի Հանրապետությունում, իհարկե շատ լավ բան եք ասում, բայց առնվազն այդ հարցադրումները, որ ես անում եմ, գալիս են նաեւ նախկինի ձեր հայտարարություններից, քանի որ դուք ասել եք մի բան, արել եք բոլորովին այլ բան։ Եվ հարցը այն էր, որ ինչու եք ասում մի բան եւ անում բոլորովին այլ բան։ Դա կոմպետենտության պակասի հետևանք է, թե ուղղակի դուք ժամանակ առ ժամանակ ձեր քաղաքականությունը փոխում եք։ Եվ մի հարց էլ, պարոն Փաշինյան, դուք վերջերս Սյունիքում էկոպարեկային ծառայության ինչն է, Սյունիքի էկոպարեկային ծառայության բացման արարողություններ Դուք ինչպես եք առհասարակ այդ կառույցը գնահատում, վերջին տարիներին դուք տեղյակ եք ինչ է կատարվել այդ կառույցի շուրջ, օրինակ Սյունիքի էկոպարեկները թմրանյութ են բերել դեպի Երևան, ինչի հետ կապված նաև քրեական վարույթներ կան հակակոռուպցիոն կոմիտեում, էկոպարեկային ծառայության պետը բռնվել է կեղծ համարանիշերով մեքենա վարելիս եւ զրկվել վարորդական իրավունքից։ Այս հարցադրումները ինչու եմ անում, քանի որ դուք էթիկայի կանոնագիրք եք մշակել եւ պետական պաշտոնյաներին ըստ էության հարիչ պահվածք չէ դա ու այդպես էլ չդատապարտվեց էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը, ավելին նա հետագայում ԿՊ-ում ավելի բարձր պաշտոններ ստացավ։ Շնորհակալ եմ։ Հիմա գիտեք, այդ էլի ուզում եմ ասել, որ տեսեք ասում եք թմրանյութ բերեցին եւ այլն։ Հիմա այստեղ երկու տարբերակ կա, որ դուք դա իմանաք։ Մեկը, որ դուք այդ գործի մեջ եք, երկրորդը, որ իրավապահներն են ձեզ ինֆորմացիա տվել։ Այսինքն ավարտեք ձեր հարցը։ Դե մի րոպե, ավարտեցիք ձեր հարցը։ Ասում եմ, այդ մենք ենք բացահայտում այդ դեպքերը, դուք գալիս եք ասում եք, այսպես լուրջ դեմքով կանգնում եք, կողքից տպավորություն, հա, թե դուք կամ որևէ ուրիշ մեկը բացահայտել է այդ դեպքերը, եւ հիմա դուք եկել եք ասում եք, որ բա ինչի պետությունը չի բացահայտել այդ դեպքը, որ ստիպված մենք խեղճ ու կրակ լրագրողներս գնում ենք չարչարվում ենք եւ այդ դեպքերը բացահայտում ենք։ Դուք այդ դեպքերի մասին որտեղից գիտեք, հարգելի լրագրող եւ հարգելի լրագրողներ։ Դուք այդ դեպքերի մասին գիտեք միայն այն փաստի բերումով, որ Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտները բացահայտել են, դուք եք զրկել որևէ մեկին վարորդական իրավունքից։ Դուք որևէ մեկին վարորդական իրավունքից զրկել եք, իհարկե ոչ։ Ո՞վ է զրկել վարորդական իրավունքից։ Վարորդական իրավունքից զրկել է Հայաստանի Հանրապետությունը։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը ինստիտուտ է ստեղծել, որ այդ բոլոր հարցերով, բոլոր անբարեխիղճ պաշտոնյաներին եւ ոչ պաշտոնյաներին բացահայտի եւ քննություն վարի, նրանք ովքեր մեղավոր են արժանանան պատժի, նրանք ովքեր մեղավոր չեն չարժանանան պատժի եւ մարդը համարվում է անմեղ, միջև նրա նկատմամբ չկա դատավճիռ։ Հիմա դուք որտեղից եք իմանում դա։ Որտեղից եք իմանում։ Իրավապահ մարմիններից կա ինֆորմացիայի ապօրինի արտահոսք։ Ես չգիտեմ ինչ վճարվում են կամ
ինչ հարաբերությունների բերումով է այդ արտահոսքը տեղի ունենում։ Բայց դուք եկեք արձանագրեք, որ դուք ինչ որ ասում եք, դուք մեզ ներկայացնում եք մեր աշխատանքի արդյունքները, փորձ անելով դա օգտագործել դա մենք ենք անում, մենք, որ զրկում ենք վարորդական իրավունքից պաշտոնյային, որ թմրանյութի տեղափոխում բացահայտում ենք, մենք ենք անում դա։ Ուրիշ մեկը չի անում ի հեճուկս մեզ, մենք ենք անում ի հեճուկս ուրիշների։ Սա շատ կարևոր արձանագրում է։ Երկրորդ հարցը, որ ասում եք լրագրողները այնպես է անում, որ իրավունք չունեն հարց տան։ Կներեք, ես չգիտեմ Հայաստանի Հանրապետության պատմության կամ Հայաստանի հազարամյա պատմության շրջանում մի եւս այդպիսի ժամանակաշրջան, որ Հայաստանի Հանրապետության լրագրողները այսքան եւ այսքան անկաշկանդ եւ շարունակաբար հարց են տալիս Հայաստանի Հանրապետության վարչապետին եւ ընդհանրապես պաշտոնյաներին։ Չկա այդպիսի, այսինքն եթե ես կներեք, իսկ կարողա դուք այսինքն ես եմ կազմակերպում այս բրիֆինգները, թե դուք, այսինքն ես եմ գալիս, կարող է ինչ որ ըտեղել։ Ես եմ չէ գալիս, որ ձեր հարցերին պատասխանեմ։ Այսինքն եթե ես չեմ ուզում, եթե ես չուզենամ դուք հարց տաք, չեմ գա ստեղ, ժողովուրդ ջան։ Եվ որ չգամ ստեղ ոնց եք հարց տալու։ Այսինքն չեմ գա եւ հարց չեք տա։ Այսինքն ես գալիս եմ եւ որ ձեզ հարց տալու հնարավորություն ստեղծեմ ձեզ համար, բայց դա չի նշանակում, որ ամենայն հարգանքով հնչած բոլոր հարցերը կոռեկտ են, հնչած բոլոր հարցերը գրագետ են, հնչած բոլոր հարցերի մեջբերված բոլոր տեղեկությունները ճիշտ են, չնայած հակառակն էլ չի նշանակում։ Սա չի նշանակում, որ հակառակը նայել կա։ Նույնն էլ կարող ենք ասել իմ պատասխանների մասին, որ երբեմն էմոցիոնալ է ստացվում, երբեմն կարող եմ մի տվյալ սխալ հիշեմ, հետո պարզվի, որ բան չի 36% չէ, այլ 31% է կամ 42 կամ 20-ի, բայց դա սովորական աշխատանք է։ Ինչ վերաբերում է ձեր ասած առաջին հարցին, Ղարաբաղի, Շուշիի 2020 թվականի ձեզ այդ հարցերին տասնյակ անգամներով, եթե ոչ հարյուրավոր, ազգային ժողովում, ասուլիսներում, ելույթներում, ուղերձներում տասնյակ անգամներով պատասխանել եմ։ Ձեր հարցի մեջ նոր էլեմենտ չկա, որպեսզի ես նոր պատասխան տամ, եթե դուք պատասխանի կարիք ունեք, խնդրում եմ նախորդող շրջանում ուղերձներ եմ ունեցել, ելույթներ եմ, ընդ որում ժամերով ելույթներ։ Ես քննիչ հանձնաժողովում 5 ժամ ելույթ եմ ունեցել, ազգային ժողովում ժամերով ելույթ եմ ունեցել, տասնյակ եւ հարյուրավոր հարցերի եմ պատասխանել։ Նույն հարցը ունի նույն պատասխանը։ Եթե հարցի մեջ նոր էլեմենտ լինի կամ ես նոր տեղեկատվություն ունենամ կիսելու ձեզ հետ, անպայման կանեմ դա։